մեկ ամիս հետո կալանքի ներկայացման օրը ավելի քան մի տարիս ապօրինի կալանքի տակ է գտնվում, մենք ուզում ենք, որ դատերը շուտ լինի, որ վկաներին լսեք, տեսնեք, որ իրոք մեր վրա ոչ մի ցուցում չկա, որ անիմաստ կալանքի տակ չմնանք, ես ախտի։ Շատ եւ եթե ցույց կտակ մի հայտարարություն ուզում անել, այս 2-3 օր ճիշտ ասած, ես ուզում եմ, որ ամբողջ հարցումը լսի այս մասին, տեղը չեմ գտնում հաստատեցության, որ տեսա թշնամին անօթաչուների վրա գերում փախնող շուն հայեր, ուզում եմ, որ ամեն հայ գիտակցի, որ իր տունը մտնելուց, երեխային գրգելուց ինքը համարում է իր երեխու համար ինքը հերոս, որպես ծնունդ։ Ազգս պետք է հասկանալ սա։ Շատ լավ։ Ներողություն, եթե այսքանն է, անցնենք առաջ դատարան, քանի որ արգելված է, ես ոչ մի կերպ չունեմ կապ, բացառապես մերձավոր հարազատների, դրա համար ուզեցի այս խոսքերը ձեր թույլտվությամբ ասել, որ մարդիկ գիտակցեն ուր ենք գնում, ինչ ենք ուզում եւ ինչ ենք անում։ Շատ լավ, որքան զգայուն լինեն առիթների եւ հարցերը, դատարանը պետք է դատավարական հարցերից չշերվի։ Գիտեմ, բայց ստեղ արդեն խնդիրը կյանքի ճակատագրերի հայրենիքի պետակ կամ մտածելակերպ հայրենիքի համար մտածելակերպ դրանալու խնդիր է։ Շատ լավ, բոլոր դեպքերում ներողություն պիտի ձեզ ընդհատեմ, նաև ակնկալում եմ դատավարական առարկայական հարցերի շրջանակում։ Առարկայական հարցերը են, որ նորից եմ ասում, քանի որ ավելի քան մի ամիս կալանքի տակ ենք, ապօրինի նորից եմ ասում, նիստերը արագ արվի, որ հերթահասնի վկաներին, որ դատարանն էլ հարգարժան դատարանն էլ տեսնի, որ կոնկրետ փաստ չկա, ամենը ենթադրությունների հիման վրա կալանավորված է։ Շատ լավ։